Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 29-րդ գլուխ Դաջարին շինության համար նվերներ։ Դավիթ թագավորը ամբողջ համախմբումին ասավ. Իմ որդիս Սողոմոն միակը, որ Աստված ընտրեց, փափուկ դղամն է, իսկ գործը մեծ է։ Արտարև այս բալադը մարդու համար չէ, հապա Տիրոջ Աստուծո համար է։ Ուստի ես իմ Աստուծույց տան համար ամբողջ կարողությանս պատրաստեցի ոսկեղեններուն համար ոսկի, արձաթեղեններուն համար արձաթ, բղնցեղեններուն համար բղինց, երկաթեղեններուն համար երկաթ, փայտեղեններուն համար փայտ, նաև եղենքնակարեր, ակուցանվելիք քարեր, երանքավոր քարեր, քույնսկույն քարեր, ամեն տեսակ բադվական քարեր եւ արատ մարմար քար։ Նաև իմ Աստուծույց տան վրա մեծ սեր ունենալով իմ հadouk քանցիս մեջ եղած ոսկին ու արձատն ալ իմ Աստուծույց տան համար դվի, սրբարանին տան համար բոլոր պատրաստածներես զատ։ Ոփիրի ոսկիեն 3000 դաղանդ ոսկի եւ 7000 դաղանդ զուտ արձատ, որբեսի անոնցմով դուներուն որմերը բադեն։ Ոսկեղեններուն համար ոսկի, արձաթեղեններուն համար արձատ եւ արհեստավորներու ցերկով գդարվող ամեն տեսակ գործի համար հարգավոր եղածը դվի։ Այսօր ցեզմե ով հոժարագամ Տիրոջ գնվիրե։ Այն ադեն նահաբետները, Իսրայելի դոհմաբետները, հազարաբետներն ու հայրաբետները եւ թակավորին կորձին վերահսկիչները հոժարագամ ընձաներ բերին։ Աստուծո դան ծառայության համար դալով 5000 դաղանդ ոսկի, 10000 դրամ, 10000 դաղանդ արձատ, 18000 դաղանդ բղինց եւ 100000 դաղանդ երկաթ։ Անոնք, որոնցկով բադվական քարեր գտնվեցան, Քերսոնացի Հեքիելի ցերկով Տիրոջ դան կանցարանին նվիրեցին։ Ժողովուրդը հոժարագամ ընձաներուն համար ուրախացավ, քանի որ գադարյալ սիրտով հոժարագամ ընձայեցին Տիրոջ։ Դավիթ թագավորն ալ մեծապես ուրախացավ։ Դավիթ գփարապանե Աստված։ Դավիթ ամբողջ համախմբումին աչքին առջև դերը օրհնեց ու ասավ. Ով դեր, մեր հոր Իսրայելի Աստվածը, թարեթար օրհնյալ ես։ Ով դեր, մեծությունը, զորությունը, շքեղությունը, հաղթությունը եւ փառավորությունը քու գտեն։ Արտարև երկնքի մեջ ու երկրի վրա եղած ամեն ինչ քու գտե։ Ով դեր, թագավորությունը քու գտե եւ դու բոլորին վրա բարձրացած ես իբր գլուխ։ Հարստությունն ու փառքը քեզ մեծ են եւ բոլորը դու կգարավարես։ Կարողությունն ու զորությունը քու ցերկիտ մեջ են, ամեն ինչ մեծնելը եւ ուժողցնելը քու ցերկդ է։ Ուստի հիմա ով մեր Աստվածը քեզ մեզ շնորհակալ գլանք ու քու բանձալի անունդ կքվապանենք։ Բայց ես ով եմ եւ իմ ժողովուրդս ով է, որ այսպես հոժարագամ ընձայելու կարող լանք։ Արտարև ամեն բան քեզ մեծ է ու քու գիներդ դվինք քեզի։ Արտարև մենք քու արջևդ բանտուխներ եւ հյուրեր ենք, մեր բոլոր հայրերուն պես։ Երկրի վրա մեր օրերը շուքի պես են ու մնայուն բան չկա։ Ով դեր մեր Աստվածը։ Այս ամբողջ մթերքը, որ պատրաստեցինք, որբեսի քեզի դումը գառուցանենք, քու սուրբ անունիդ համար քու ցերկեթեն, բոլորնալ քու գտեն։ Նաև գիտեմ ով իմ Աստվածս, որ դու սիրտը կքնես եւ ուղամդության գաջիս։ Ես ուղիղ սիրտով եւ հոժարագամ ընձայեցի ասոնք բոլորը եւ հիմա ուրախությամբ տեսա թե հոս գտնվող ժողովուրդը տալ հոժարագամ գնձայե քեզի։ Ով դեր մեր հայրերուն Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստվածը, ասիկա հավիդյան բայեքու ժողովրդից սիրտին մտածումներուն նպատակի մեջ ու անոր սիրտը քեզի ուղե։ Եվ իմ որդի Սողոմոնի գադարյալ սիրտ ուր, որբեսի քու բադվիրաններդ, վկայություններդ եւ կանոններդ բայե, բոլորը կորզատրե ու գառուցանե այն բալադը, որուն համար պատրաստություն տեսած եմ։ Հետո Դավիթ ամբողջ համախմբումին ասավ. Հիմա օրհնեցեք Տերը ձեր Աստվածը։ Ամբողջ համախմբումը օրհնեց Տերը իրենց հայրերուն Աստվածը եւ խոնարելով Տիրոջ ու թագավորին երկրպագեցին։ Հետևյալ օրը զոհեր մատուցանեցին եւ ողջագեզներ զոհեցին Տիրոջ 1000 զվարակ, 1000 խոյ, 1000 քար անոնց թափելիք նվերներով, բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։ Այդ օրը Տիրոջ արչև մեծ ուրախությամբ գերանուխմեցին եւ Դավիթի որդին Սողոմոնը երկրորդ անգամ թագավոր ըրճագեցին։ Զայն Տիրոջ համար առաջնորդ օծեցին ու Սաթովգը քահանա։ Սողոմոն Տիրոջ գահին վրա բազմեցավ իբր թագավոր իր հոր Դավիթի դեր եւ հաջողեցավ ամբողջ Իսրայելը իրեն հնազանդեցավ։
Բոլոր իշխանավորներն ու զորավոր մարդիկը, նաև Դավիթ թագավորին բոլոր որդիները Սողոմոն թագավորին ենթարկվեցան։ Դեռ ամբողջ Իսրայելի արչև Սողոմոնը չափազանց մեծուց եւ անոր այնպիսի թագավորական փառավորությունը տվավ, որ իր մի առաջ Իսրայելի ոչ մեկ թագավորի եղած էր։ Դավիթի թագավորության ամփոփումը։ Այսպես Հեսեի որդին Դավիթ ամբողջ Իսրայելի վրա թագավորեց։ Ան 40 տարի թագավորեց Իսրայելի վրա։ Քեփրոնի մեջ 7 տարի թագավորեց ու Երուսաղեմի մեջ 33 տարի թագավորեց։ Լավ ալևորության մեջ մերավ իր օրերեն, հարստութենեն եւ փառքեն գշտացած։ Անոր դեղ իր որդին Սողոմոն թագավորեց։ Դավիթ թագավորին առաջին ու վերջին արարքները ահա գրված են Սամվել դեսանողին քիրքի մեջ, Նաթան մարգարեին քիրքին մեջ եւ Գադ դեսանողի քիրքի մեջ, նաեւ անոր ամբողջ թագավորությունը ու քաջությունը եւ թե անոր թե Իսրայելի, թե ալ ուրիշ երկիներու բոլոր թագավորություններուն բադահած թեփքերը։ Փառքեզ Դեր Աստված մեր, ամեն։ Ահավասիկ սիրելի ասկագիցներ, ավարտեցավ մնացորդներու առաջին քրքի ընթերցանությունը։ Դեսանք այս քրքի մեջ առաջին 9 գլուխներու մեջ թե ինչպես ամբողջ ասկապանության ցանգերը գդրվեին, որբեսի ցույց տային, թե արմատները ուր գերտային։ Եվ նաև ատկեյետ 10-րդ գլուխեն սկսյալ առաջին թագավոր Իսրայելի Սավուղի մասին շատ ամփոփ գարցևով գբատմվի, անոր մահվա մասին խոսի եւ ապա մինչև 29-րդ գլխու ավարտը տեսանք որ Դավիթ թագավորի ցանկին եւ կորձնեության մասին պատմվեցավ։ Սիրելիներ, Դավիթ Աստուծո օձյալ թագավորի եղավ։ Աստված սիրեց այն եւ օձեց։ Եվ ադոր համարալ Աստված օրհնեց անոր բոլոր ցերկի կորձերը։ Աղոթենք որ այսօր մեր ազգի ղեկավարները Աստուծո հաջելի զավակները լան։ Աստուծո բադվիրաններու մեջ են քալեն, որբեսի Աստված հաջի եւ իրենց միջոցով օրհնե մեր ազգը եւ մեր հայրենիքը։ Սիրելիներ, որքան ազգովին մենք համախմբվենք մեր pedagogical շուրջ, մեր եկեղեցվո շուրջ եւ իրարու սիրով ու ներտաշնակությամբ, սրբությամբ ապրենք, այնադեն Աստուծո ներգայությունը եւ օրհնությունը անբագաս վիդելա մեր կյանքերու մեջ են։ Իսկ որքան բաժան ապրենք, այնքան սիրելիներ Աստուծո ներգայությունը պիտի հերանա մեզ մե ու մենք պիտի խորդակվենք։ Դա Աստված որ մեր ազգի գրոնական եւ ազգային ղեկավարները այս գիտակցությունը ունենան, գարտան Աստուծո խոսքը, քննեն, դեսնեն, սորվին բաուտենեն, որբեսի հանգարց ինքնակլուղ իրենց անձնական փառքին եսին համար մեր ազգի քանթումին բաժար չլան։ Այլ ինչպես Դավիթը սավ իր Սողոմոն զավգին, եթե Աստուծո բադվիրաններու մեջ են քալես, ապա Աստված քեզ պիտի օրհնե։ Երանի սիրելիներ ամենքս, ամեն օր, ամեն վարքյան Աստուծո բադվիրաններու մեջ մնանք, որբեսի Աստուծո օրհնությունը եւ մեր անձնական կյանքի մեջ, եւ մեր ընտանեկան կյանքի մեջ, եւ մեր ազգի կյանքի մեջ անբագաս լա, եւ մենք կարողանանք իսկապես Աստուծո ողորմությամբ, սիրով, ներգայությամբ մեր կյանքերը, այս բանտուղտ կյանքերը ապրիլ օրհնությամբ եւ օրմնալ հավիտենական կյանքին արժանելան։ Աստուծո կամքով վաղվնե կսկսին ցեզի ընթերցել մնացորդներու երկրորդ գիրքը, ուր կսկսի խոսիլ Սողոմոն իմաստունի մասին, Դավիթի զավգին, որ հաջորդեց իր հորը եւ թագավորական քահանստավ եւ ապա մյուս թագավորներու մասին։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, օրհնյալ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք։